Ախպեր, փաստորեն սրա վրա բնական քարել է եղնում խփել, հա։ Հա, բա ոնց կարճան, հեսա նայ ախպեր։ Քարցուն բնական քարը գրանիտ ախպեր։ Հենց ակուրատնի արդյունք են ստանալու, ընթացքում կնկարենք։ Ախպեր, ես ինչ անծանոթ գործ ես անում։ Կարճան ես լողացող հատակի դետալներն ախպեր, մատ սրանք սենց առանձին անում, էլի սենց հավքրտենք, որ սկսենք շարել ախպեր։ Ողջույն ժողովուրդ ջան, մեր լողացող հատակները, այս իրա դետալները տարբեր չափսերի, եկելու հնարավորություն, այս է, լողացող հատակի առավելությունն է, որ առանց կլեի կարողանում ենք մետլախները շարել։ Մետլախի հաստությունը 2 սանտիմետր է, այս դրվում է, դրանից հետո նոր կարողանում ես չափով ֆիքսել։ Այսքանը։ Շատերի մեջ կա այն համոզմունքը, որ երբ որ այս լողացող հատակների տակը դատարկ է, իրանք շատ շուտ կկոտորվեն, բայց իրականում այդպես չի, քանի որ ինքը ոչ թե մեկնոց սալիկ է, այլ երկուսնոց, այս բազալտը մոտավոր 4-ից 5 կիլոգրամ է ու ստեղ փորձարկելու համար գցում ենք վրան, որպեսզի հասկանաք, որ ինքը չի կոտորվում, ամրության պահով ոչ մի խնդիր չի կարող։ Բարև ժողովուրդ ջան, հիմա ես ձեզ ցույց կտամ այս լողացող հատակների փոխարինման ձևը։ Ասեմ, որ ինչ-որ մի հատ մեծ բարդություն իրանից չի ներկայացնում, քանի որ սոսինձով չի, էլի։ Եթե ինչ-որ պարագայում վնասվել է, շատ հանգիստ փոխարինվում է։ Այսպես։ Հետո ինձ կարող արդեն նորը դնեք մի տեղը։ Բարև ժողովուրդ ջան, լողացող հատակի դետալների հետ կապված հիմա ցույց կտանք իր հավաքելու ձևը։ Այս մեծ դետալն է համեմատած։ Ընդհանուր բացվում է մոտ 11 սանտի, դրանից հետո դրվում է սա ու վրան էլ ռեզին։ Այս խաղի հաշվին հատակի թեքության պարագայում ինքը շարժվում է, ապահովելով մետլախների խաղը։ Այս փոքր դետալն է, նույն սկզբունքով է աշխատում, ուղղակի ապահովում է 7 սանտիմետր բարձրություն։ Հասկանու՞մ։